Ես տեսել եմ մի թողեք ձեր երեխաների կյանքին արժանանա, թող այդտեղ սովորը։ Ես սիրում եմ, որ առավոտը կամ ցերեկը հաց ու պանիրը բրտուճանեմ, այս ոստանի միջից պանիրը քաղեմ, այսպես սկսեմ շոյերից ու հաց ու պանիրը ուտեմ։ Ուսև Շամոյան, անուն ազգանուն, Շեխ Մաջիդի տղեն եմ, Շեխ Ռաշոյի, Շեխ Դավրեշի թորն եմ։ Մենք գաղթվել ենք 14 թվին, էսի իհարկե մեր մեծերի պատմածով էլի, 14 թվին մենք գաղթվել ենք Թուրքիայից, ցեղասպանության ենք ենթարկվել, փախել եկել ենք ստեղ Հայաստան։ Իմ պապերը ունեցել են, ասենք, ոնց ասեմ, պատիվ, հարգանք ունեցել են իրանք, աշխատող են ունեցել։ Գաղթվելուց եկե հասել են ճանապարհին, իրանց փիրինել են օգնել, որ անցնեն Էսիան, անցնեն Հայաստան։ Չգիտեմ փիրը ճանապարհին է մահացել, թե եկե Հայաստանը մահացել։ Պապս ձերի ոտներին քեչայ է կապում, որպեսզի ձեն չգա։ Փրին հետատանում Թուրքիա թաղելու, ողին հանձնելու։ Իրանց թվում էր, թե պետք է նորից հետ գնան, ռուսները գան, կարգավորվի, նորից հետ գնան, իրա փիրը թու իրանց մոտ էր, հասկանում եք։ Այդքան բաներ են արել։ Ուրեմն փախնելու ժամանակ պապուս աղջիկը անունը Խազալ է եղել։ Դե վեշերը ինչ որ նրանք իրանց վեշերը սա հավաքի բերել են։ Դաժե են օջախն էլ բերել են։ Այն բանը ոնց են ասում։ Ուրեմն ճանապարհից թուրքերը որ կրակում են, ինչ որ մի գնդակ կպնում է այդ եզին, որ բարձր բերել են, մի վաղ եզեր են բարձում, չէ՞։ Գնդակ կպնում է եզին։ Այդ Խազալը հետ է դառնում եզու հետևից, որ բերի նորից, այդ վեշերը բերի, էլի, պապաս ասում է, ինչ ես անում, մի հատ եզի համար կարող է կյանքը։ Ու վերջը այդ եզին մի կերպ բերում է, այդ վեշերը բերեմ, տենում է իրանց փամփուշտները, բաները ստակ այդ եզի վեր լավա որ բերել են, հասկանում եք։ Բերում են այդ փամփուշտներով մի կերպ դիմադրում են, մինչև անցնում են Հայաստան։ Գալում հետում են Շամիրան գյուղում տեղավորվում են Շեխ Ռաշոն օդայա սարքում, չգիտեմ, գիտեք օդան ինչ բան է, որ ժողովուրդը երեկոյան կան ու զրուցեն, հարց ու փորձան։ Հա, եզդիները, Շամիրան գյուղում են վաղտակ, հիմա են սա եզդիներ։ Ու տենց ապրում են, էլ չի բաներն եմ, էլի որ ասեն նորից հետ գնան։ Դե ռուսները արդեն գալում են, արդեն գրանիցը քաշում են, всё, էլ հետ գնալ չի լինում։ Փիրը մնում է այնտեղ։ Շամիրանից հետո մենք դուրս եք, ասենք հերս դուրս եկել ենք ստեղ։ Ստեղ ներքևում Ազատան գյուղ կա, սկզբում եկել են այնտեղ հարմար չի եղել, եկել ենք այս գյուղում ենք տեղավորվել։ Մենք ծնվել ենք այս տան մեջ, աղբերներով բոլորս։ Գյուղը շատ մեծ չի, տոկոսների հարաբերությամբ, հա, նու ամբողջ գյուղը երևի մի 40 տնտեսություն, ավել չկա։ Հələ որ երեխա էի, երևի այս երեխուց փոքր էի, ոչ թե երևի շատ փոքր էի։ Կան երիտասարդներ, որոնք ուզում էին սովորել, ասենք ոնց են ասում, դուք ոնց եք ասում, ղալ սովորեն, գալիս են աղբորս մոտ։ Այդ բաները համարյա ժողովուրդը սա մեր տուն, գալիս են մեր տնից են սովորում այդ բաները, հասկանում եք։ Դե գալում, ասենք երեկոյան ժամերին պարկում են, բան տեղաշորում են, սկսում են
իրար հետ զրուցել, բացատրվել ու սովորացնել, սովորել։ Ես էլ երեխա էի, ինչ չեն թողում։ Ես գլուխս փոխում եմ Յորղանի տակ, պատկերացրա, ես գողացել եմ իրանցից այդ ամեն ինչը։ Բայց ի՞նչ էին թողում։ Դու տիպա երեխա եմ էլի։ Կարող ես սխալ սովորեմ, սխալ բան ասեմ, հասկանում ես, հələ իմ ժամանակն եկավ նորից սովորացնել։ Ես գողացել եմ այդ ամենը, բայց շեշմը գողացել եմ իմ աղբորից, այդտենց ինքը բացատրում էր այն մյուս երիտասարդներին, ես Յորղանի գիշերը չեմ քնի, ամբողջ գիշեր լսել եմ ու գողացել եմ էդի։ Ու միջև հիմա դա իմ մոտ մնում է։ Դրանից հետո շատ բան եմ սովորել, բոլորը մոռացել եմ, իսկ դա մնում է։ Ասում են, թե եզդիներին սովորելը մեղք է։ Եղել է, ճիշտ է։ Վաղտին եղել է դպրոց, որը սովորում են մեջիտներում։ Մենք Ղուրան չպետք է կարդանք, իրավունք չունենք։ Երեխեք եթե մեջիտում որ սովորեին, եթե մեջիտում որ սովորեք, դե բան Ղուրանը կարդա, չէ՞։ Այն վաղտ ասել են, որ մեղք է, չի կարելի։ Մեզի սովորելը մեղք է։ Այդ ժամանակ են ասել։ Հիմա ժողովուրդը կանում ասում է, եզիներ ասում են, մեզի սովորելը մեղք է, ով ասել մեղք է։ Մեղք չի, մեջիտում Ղուրան կարդալն է մեր համար մեղք։ Մենք հակասում ենք։ Մենք իրար հակասում ենք, մենք իրավունք չունենք Ղուրանը կարդալու։ Հայ ազգի նոր տարին շնորհավոր։ Ու всё, դե ես կարամ ասեմ մեր նոր տարին շնորհավոր, բայց մի քիչ Էդի ոչ թե տարբերությունը այդ երևի մի քիչ գաղափար դնեն այդ ասողը դրա համար, որ չի կարելի տենց արտահայտել։ Հայաստանում կան ռուսներ, եզդիներ, տարբեր ազգեր կան, չէ՞։ Այդ արտահայտությունը մի քիչ վիրավորական է, օրինակ մենք նայում սպասում ենք նոր տարվա նստած ну, в общем, ղեկավարը բաժակա վերցնում շնորհավորում հայ ազգի տոն, ասենք նոր տարին։ Իսկ ինչի ոչ մերը կամ ռուսներին է, ну, հայաբնակ, հա։ Գոնե ասել հայաբնակի նոր տարի շնորհավորն է։ Կան էլի բաներ, դրանք իհարկե կուղվել։ Անջատեցիք։ Կարամ են ասոսնել միացնեմ ու գնա ծառներին։ Դրանով լստեմ ենք եսի լծվում, մի 4-5 անգամ ծառները ջրում ենք, ես մի ջրավազանով։ Ասում են, կրթությունը եզդիների համար լավ չի, դուք մնացեք ամուսնացեք։ Այդտենց հասկացողություն չկա, էդի ուրիշ բան ասում։ Նա չի ուզում, նա ուզում է երեխան աշխատի, իրան օգնի, ոչ թե դա սովորի։ Հա, այդ եմ ասում։ Հա, դժվար է այդ մարդկանց օգնել։ Նրանք տեսնում են, որ դե գիտես հիմա ինչ խոսակցություն է այդում, ասում է դե այս ինչի երեխան ինստիտուտ ավարտե, բայց եկե մեր անասնագույնը աշխատեն, իր սովորած, իր ինչի համար է։ Դա սխալ մոտեցում է։ Ինչ կապ ունի, աշխատանք չկա, իր կրթության համար, գոնե կարանա իր ասենք արտադրանքը հաշվի կամ գումարը կամ շփվի կամ ասենք ժողովրդի հետ, այս ոչ վերջի կյանքի հետ կարողանա ու շփվի էլի երեխեքի հետ, իր ասենք հասակիցների հետ, հետո ապագա կյանքի հետ, ոնց կարելի է եթե չի ուզում, չի կարա, ընդունակ չի սովորի, դա ուրիշ բան է, բայց եթե ծնողը ասի երեխեքին թող չսովորի, այդպես բան ոնց կարա լինի։
8 տարեկան ես հորս գործերի, մեզ արդեն մեծացրեց, պահեց, բոլորիս տուն, տեղ եւ այլն։ Ուսում սովորեց ես չեմ գնացել, որտեղ արդեն փոքր էր, որ հերս մահացավ, արդեն ես փոքր տղեն էի։ Մերս էլ դեկին արմատ մենակ այն մյուս աղբերներս բոլորն է տեխնիկում են ավարտել։ Այն ժամանակ հազիվ տեխնիկումը կարողացել են։ Սովորել ենք, հետո աշխատել եմ։ Հոկտեմբերյանի 4 պեմկայում եմ աշխատել, աշճանաբար ես առաջ եմ գնացել, առաջադիմություն ունեցել եմ, հետո վարպետ եմ դարել, նեֆտոբազայում եմ աշխատել, հետո գնացել եմ ատոմակայան, ընդեղ եմ աշխատել, վարորդ եմ աշխատել, դրանից հետո պահեստապետ եմ աշխատել, հետո զապրավչիկ եմ աշխատել, մինչև հիմնարկի լուծարման էր։ Աշխատանքը, որ ասում են մարդուն գեղեցկացնում է, դա ճիշտ է։ Իրոք գեղեցիկ էր։ Մենք երջանիկ ենք, հասկանում ես, շատ լավ էր։ Չենք մտածում ոչ մի բանի մասին, ամեն ինչ կար, մեր աշխատավարձը ստանում, բերում ենք շաբաթը մեկ տարին պարտադիր մի ամիս արձակույց վերցնում ենք, եթե ծովապ կամ եսին որտեղ հանգստանալու, հիմա չկա տես բան։ Մի փողը շատ կա, անասուն կա, ամեն ինչ կա, բայց ժամանակ չկա։ Այս կյանքը, առաջվա կյանքը հետո ուրիշ էր։ Ինձ համար առաջ ավելի հետաքրքիր էր, ոչ թե հիմա։ Մեր կտուկով էր նա։ Ձեր ամենասիրելի, ամենաշատ նկարիչ Երևի այդ բաշն է։ Սրանք այս կովերի հորտերն է։ Սարքնենք 3000 դրամ։ Էսի իմ կիսուրինս է, պաշտեն ասում սրան։ Հետո սրա բեն էլ կար, բենը այսքան էր, նեղ էր ինքը, բայց գործված ավելի պինդեր, էսի թույլ է։ Էսի փաթաթում էր իրա մեջքին, էդ էլ շատ երկար, մի 5 մետր կլներ։ Սրա վրով հա փաթաթում էր, ասում է այ մեր այսքան փաթաթում ես, շունչդ կտրվի, այսքան ոնց ես, ասում էր չէ, առողջարար էսի։ Ասում էր սա ուղղր դեղ են խմում, էթում են բժիշկի, ես են անում, կուզիկ անում են, իսկ ինքը սրանով շատ այսին, ինքը արդեն 80 քանի տարեկան էր, սեն զրինք, թիկին էր, ինքը ցավ չուներ մեջքից։ Հա, էսի իրա գործածն է։ Այն վաղտերը ինքը ավելի լավեր ուներ, երևակայի էսի այն հինն է վերցրել եմ, այդ լավերը մենք հանեցինք իրա խերի շորերի հետ, շեխերին, փիրերին տվինք, իսկ էսի պահել եմ, որպես իրանից հիշատակ տուն է, էլի համել հնությունա թող մնա, շատ լավ կիսուր եմ ունեցել, տղամարդու ռիսկի տեր մարդ է եղել, ինքը ջահել ժամանակ ամուսնու կորցրե, 4 հատ տղա է ունեցել, 4-ին մեծացրե, տնավոր է, ամեն մեկին տուն, տեղ, ամեն ինչ, ինքը տվել է տղերքին, չի թողել, որ բարձով ապրեն, փողոցներ ընկնեն, 2 աղջիկա ունեցել, ամուսնացրել է օժիտով, ամեն ինչով, կարգով, կանոնով, ու տենց էլ մեծացավ, ինքը չէր վախենում, խոսքի այսօր բարդ օր է, այսօր գումար չկա, այսօր իր երեխեքին ոնց պետք է պահի, թոռներին, իր տղերքի տուն պետք է եթա, կամ մի տեղ են խեղճ ապրում, ինքան ինձ ցույց չէր տալի, փառք Աստծո, ինչ ա եղել։ Կստեղծենք, աշխատենք, կբերենք, ոնց եմ ես մենակ ձեզ պահեի, մեծացրես, օրինացրե։ Այնքը միշտ լավատեսության էր գնում, ոնց որ ստացվում էր իր մոտ։ Իսկ հիմա ես չեմ կարող այդ ձևի լինեմ։ Մի բան ալնի կմտածեմ, վայ, բա ոնց է, բա ոնց կլինի։ Շատ կմտածեմ, շատ կնեղվեմ, իսկ իրա մոտը տենց բան չկար, ինքը իրոք որ տղամարդ կին էր։ Վանում են եղել պապա ինքս։ Այն վաղ փախ ա եղել, կռիվ ա եղել, պատերազմ ա եղել, փախել են։ Պապաս եկել ա հենց ինքը փախստական, որպես փախստական եկել են, ինքը եկել ա Երևան։ Ինքը Հայաստան գալուց հենց ընդեղ ա եղել։ Պապաս հորողբերներս փոքր են եղել,
մեծ ծնողներ են ունեցել։ Իմ պապան զինվոր է եղել Ջանգիր աղայի զինվորների հետ, ինքը պատերազմի մասնակցել է Հայաստանում։ Այդ պապային ստան հոգսերը սաղ պապայիս վրա է եղել, այդպես բացատրում էր, էլի, պատմում էր, իրանք եղել են Վանում, Հաջալու գյուղից, Ջանգիր աղայի ժողովուրդն էլ անդե Թուրքիայում իրանց գյուղում եղել, այդպես պատմել է մեկու մեջ, որ ասեմ լրիվ գիտեմ, չեմ կարա, այդպես հիշում եմ, որ նստում էր մեկ-մեկ, պատմում էր բան, ճիշտ ասած այն վաղտ մենք անգաշ չէինք անում, հա դե ինչ ես պատմում, հա ես ինչ ա եղել, պապան էլ կնստի, ես ինչ կխոսա, այդպես բաներ ենք ասում, բայց հիմա որ հիշում ենք, պապան սենց էր ասում, ճիշտ է, այս ինչ տեղից են եկել, սենց է ստացվել, մենք հիմա ասում ենք, բա ոնց չենք լսում, պապաս շատ էր խորանում, այդպես մեծական բաների հետ, կասեր, կբացատրեն, մենք չենք լսում։ Օրինակ ես շատ ջղայնանում էի, հա, պապանը սկսեց նորից։ Հիմա ինչ ես հիշել, էդի անցյալում թող, սենց խնդում էինք, բան էինք անում վերացնում, էլի կատակի, բայց հիմա որ հիշում եմ, ասում եմ, խիչ էինք թողում, խիչ էինք լսում, իրանց կյանքից ինչեր են տեսել իրանք, փոքր ժամանակ ոնց են փախել, ինչ են արել։ Հիմա արդեն ոչ մի բան չգիտեմ։ Այն վաղտերը ես ասենք հələ չեմ ամուսնացել, ջայել եմ եղել, վաղ շատ եմ ուզել։ Այն վաղտ իմ երազանքի հետ որ մտնեի մի դպրոց, մի դասարան տենայի, երեխեքը ոնց են դպրոց եթում, ոնց են սովորում։ Մեկ-մեկ աղբորս երեխեքի ծանողական էի եթում, իմ համար շատ բան էր։ Էթում տենում գալիս էի, մտածում էի, բախի ես չեմ եղել, չեմ գնացել, ես էլ սենց կանեի, ես էլ նենց կալնեի, ես էլ։ Չեք մեղադրել ձեր պապայի հետ։ Կյանքում։ Ես տեսել եմ մի թողեք ձեր երեխաները այդ կյանքին արժանանում, թող այդան սովորեն։ Ես սաղին էլ կոչում եմ, թող սաղ ծնողներն էլ իրար երեխաներին թողնեն, այդան սովորեն, իրանց երազանքին ասնեն, իհարկե, եթե լավ երեխաներ լինեն, կան ծնողները երեխաներին թույլ են տալի, իրանք ավելորդ քայլեր են անում, չեն սովորում։ Իհարկե այդտենց երեխեքը, որ սովորեն, մարդ դառնան իրանց ծնողների համար, իրանց ծնողները ուրախանան այդ երեխեքով,